Պատվոժան դատար նախնականացի անդրադառնալը բացառություն է դատարանին, իրավունք ներկայացնում ենք։ Այս քրեական գործով 2025 թվականի սեպտեմբերի 24-ին դատավոր Մեդիքսեցյանը հրապարակել է վերդիկ, հայտարարելով, որ մեղավոր է ճանաչում Միքայել Սրբազանին քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեղադրանքով։ Այնուհետև դատավորը հայտարարել է, որ խափանման միջոցը թողնում է նույն սահմանափակումներով, որից հետո սահմանել է լրացուցիչ դատալություններ սեպտեմբերի 29-ի ժամը 10:30-ին։ Դատավորը լրացուցիչ դատալությունների օրը հայտարարելուց հետո հեռացել է դահլիճից առանց կողմերին հայտնելու, որ նրանք իրավունք ունեն մինչև հաջորդ դատական նիստը դատան ներկայացնելու միջնորդություններ։ Գտնում եմ, որ դատավոր Արմեն Մեդիքսեցյանը պետք է ազատվի այս քրեական վարակին մասնակցելուց հետևյալ պատճառաբանությամբ։ Բացառիկ հայտնելու իրավունք այս փուլում քրեական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 3 մասի կանոնակարգումների համաձայն բացառիկ ինքնայք ներկայացել սեպտեմբերի 24-ի նիստից հետո, հետևաբար իրավունք ունեն դատավորին բացառիկ այս փուլում։ Դատավորի կողմից կապված նորմա։ Դատական օրենսգրքի 70 հոդվածի 2-րդ մասի 3 դաշնորս կետերի համաձայն, որը չեմ ներդրում, եւ 71-րդ կետի առաջի մասի համաձայն դատավորը պարտավոր է բացառքայնել, եթե նրա գործողությունները նման հիմքեր են ստեղծում։ Դատավորը խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 344 հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որ վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալություններով առաջին դատական նիստի տարին, ամիսը, օրը եւ ժամը, ինչպես նաեւ կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Դատավորը վերդիկտը հրապարակելուց հետո սահմանելով լրացուցիչ դատալությունների տարին, ամիսը, օրը եւ ժամը չի հայտնել կողմերին, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ նույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Օրենսգիրը այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն եւ ոչ թե հայցողական լիազորություն։ Հարց է ծագում, ինչու է դատավորը ակնհայտորեն խախտում օրենքի բանները, ինչու։ Ինչ է նրանից գնում հետևելու օրենքի պատվիրանին եւ պաշտպանության կողմին հայտնելու նրա իրավունքների իրագործման մասին։ Եթե դատավորը ղեկավարվել այն ենթադրությամբ, որ Միքայել Սրբազանի պաշտպանները գիտեն օրենքի այդ պահանջը, հետևաբար կարիք չկա իմացածի մասին հայտնելու, ապա դառնում են ենթադրություններ, քանի որ օրենսգիրն այս գործողությունը կատարելու տեսակետից խտրություն չի դնում պաշտպան ունեցող կողմի եւ պաշտպան չունեցող կողմի միջեւ։ Մեր համոզմամբ այս խախտումը կարող է դրսևորվել երկու դեպքում։ Առաջին, եթե դատավորը կոմպետենտ չէ, կամ երկրորդ, դատավորն ունի խտրական վերաբերմունք։ Մենք հակված ենք պնդելու, որ դատավորն ունի խտրական վերաբերմունք Միքայել Սրբազանի նկատմամբ, ինչը դրսևորվել է նաև իր նախորդ տարբեր խախտումներով, սկսած գործնստանդարտության չուղարկելու, կամենքի ժամկետների երկարաձգելու, որոշման մեջ կիրճ տվյալներ ներառնելու գործողություններից վերջացրած այսօր խախտումը։ Ղեկավարելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածով եւ քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածով Երևան քաղաքի առաջացան ինքնավարության քրեական դատարանի դատավորը Մեդիքսեցյանը հայտնում է բացառ երկրորդ նույնը։ Պատվոժան դատարան, իրոք հարց է ծագում, ինչու է դուք նման խախտումներ ցույց։ Անկեղծ ասած չեն կարող պատկերացնել։ Սերը սպիտակի վրա գրված է քրեական դատավորության օրենսգրքի մեջ։ Վերդիկտը հայտարարելուց հետո կողմին հայտնում է։ Դուք հայտարարեցիք վերդիկտի մասին ու արագ հեռացաք։ Լավ ուզում եք հասկանալ, ինչն է, ինչն է խնդիրը։ Ինչու չեք ուզում Միքայել Սրբազանի ժողովրդական լեզվով ասած արել դիպչի։ Ինչն է խնդիրը։ Ինչու դա մեր վրա չի տարածվում։ Ինչու դատավորական նորմերը մեր համար չեն աշխատում։ Որն է պատճառը։ Առավել ևս դուք գիտեք, որ սա զգայուն քրեական գործ է եւ բոլորի ուշադրության կենտրոնում է, դա միշտ է ձեզ ստիպում նման խախտումներ։ Եվ մենք այս պայմաններում հատված ենք ընդդելու, որ դուք ունեք խտրական վերաբերմունք։ Հասկանա՞մ։